Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Անտալիայում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։ Արարատ Միրզոյանը երրորդյա ֆորումի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, խոսվել են գործակցությունների մասին, մտքեր փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու և ոռոգման ջրերի համակարգերը կառուցվում են։ Այս մասին Սյունիք կատարած այցի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այցելել է Կապան։ Եվրախորհրդի վերաբերյալ Ալիևի հայտարարությունները հաստատում են ՎՀԺ-ում ադրբեջանական պատվիրակությանը լիազորությունների զրկելու արդարացիությունը, հայտարարել է ԵԽԽՎ նախագահը։ Նա Բաքվից հնչող հայտարարությունները կեղծ է համարել, իսկ Ալիևին անվանել բռնապետ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ազգային ժողովի նախկին պատգամավորից հօգուտ Հայաստանի բռնագանձել 15 անշարժ գույք, անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Կիևի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չպետք է դուրս գա միջազգային հարաբերությունների օրակարգից։ Անտալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը, օրվա միջազգային անցուդարձը։ Այժմ այս ամենի մասին առավել հանգամանալից Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թեև ապրիլի 11-ին ժամը 20:10-ից 23:15 ընկաժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Անտալիայում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, կողմերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտից հետո կազմակերպչական գործընթացում առկա իրավիճակը, ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը։ Արարատ Միրզոյանը երրորդյա ֆորումի ընթացքում նախ հանդիպել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ, ապա Անգոլայի, նաև Ռումինիայի ԱԳ-նախարարների հետ։ Հանդիպումների ընթացքում զրուցակիցները խոսել են գործակցությունների մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան։ Ավելի քան 140 երկրի 20-ից ավելի նախագահ և վարչապետ, նաև 4000 հյուրեր մասնակցում են Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Ֆորումին ներկա են 50-ից ավելի երկրների արտգործնախարարներ և ավելի քան 70 այլ նախարարներ, նաև մոտ 60 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երրորդյա ֆորումի ընթացքում սպասվում է ավելի քան 50 նիստ, որտեղ ներկաները կանդրադառնան կլիմայի փոփոխությանը, ահաբեկչության դեմ պայքարին, մարդասիրական օգնությանը, թվայնացմանը, պարենային անվտանգությանն ու արհեստական բանականությանը։ Հայաստանից այդ ֆորումին մասնակցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երևանի կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը, որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան։ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Տետե Անտոնիոյի հետ, որտեղ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի, այսինքն ներկայացուցչի նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության ոլորտներում գործակցության, նաև առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Այնուհետև Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ռումինիայի գործընկեր Էմիլ Հուրեզե Անուի հետ։ Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցում արձանագրված ձեռքբերումները և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն նոր առավել հավակնոտ օրակարգի հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության կարևորությունը, քանզի դրանք կարող են նպաստել ոչ միայն Հարավային Կովկասում տնտեսական զարգացմանը,
այլև խթանել տարածաշրջանի եւ ավելի լայն հարևանության փոխկապակցվածության ընդլայնմանն ու հետեւաբար կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագրին, նաեւ դրա լոգիստիկ ավելի լայն ցանցի մաս դառնալու կարեւորությանը։ Ապրիլի 12-ին Միրզոյանն Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կմասնակցի նաեւ պանելային քննարկման, որտեղ ներկա կլինեն նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները։ Թեման Հարավային Կովկասում տարածաշրջանային գործակցության մարտահրավերներն ու հնարավորություններն են։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է, հայտարարել է Վրաստանի ագնահարար Մակա Բոճիրիշվիլին ելույթ ունենալով Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը։ Նրա խոսքով տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա։ Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր հնարավոր միջոցները նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը եւ գործակցությանը, նշել է Բոճիրիշվիլին։ Անդրադառնանք այլ թեմաների Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհը խմելու եւ ռոռոկման ջրերի համակարգերը կառուցվում են։ Այս մասին Սյունիք կատարած այդ ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այցելել է Կապան, նոր հիմնված հանգստի գոտի, ծանոթացել իրականացված աշխատանքներին, եղել է նաեւ նոր հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզում։ Վարչապետը Կապանում մասնակցել է նաեւ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված եւ ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Այսինքն լրիվ դրենաժ պետք է արվի, ճամփիտակով դրի։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 13 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 միլիոն դրամ է։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետին զեկուցել է, որ ճանապարհի 8-7 կիլոմետր հատվածում առաջացել է բնական սողանք, որը դարձել է աշխատանքների վերջնաժամկետների ցկցկման պատճառ։ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ հատվածում, ծանոթացել տեղի ունեցած փլվածքի հետևանքով առաջացած խնդիրներին եւ առաջարկվող լուծումներին։ Նշել է նաեւ, որ խոտից դեպի Որոտան M2 հատվածի առաջին 7.2 կիլոմետր հատվածում արդեն իսկ տեղադրված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, իսկ փլուզված հատվածի շրջանցող տեղամասի հողային աշխատանքներն ավարտված են։ Ում չբարևեցի։ Այնուհետև Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհին Փաշինյանը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել խնդիրներին եւ խոստացել լուծում տալ։ Դե ասեք տենամ հələ խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Համակարգ կա գյուղում ջրի։ Այո, ներքինը կա։ Դե բատնալցանը։ Հիմա բերում ենք, ես բան ենք հաշվում։ Հա։ Ինչ մի 15 դոլար դրել։ Всё։ Էդ էլ լուծեցինք։ Այս ճամփեն էլ սարքում ենք։ Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել խոտ գյուղում, շփվել բնակիչների հետ։ Խմելու ջուրը համար պակասում։ Հա, չունի։ Ջուր ջան, դե տենց հարցեր են։ Դե ձեզ մի բան ասել։ Տեսեք, ժողով։ Հայաստանում տենց գյուղ չկա, որ տենց խնդիր չունենա։ Այսինքն հերթով կսարքեն։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան, նոր հիմնված հանգստի գոտի։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 միլիոն դրամ, որից ավելի քան 49 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Երկրի ղեկավարին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը 7-4 կիլոմետր հատվածում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 միլիոն դրամ է։ Պետության մասնաբաժինը կազմել է 70%, 104 միլիոն դրամ։ Արդյունքում Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզներ։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ն ավելի քան 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Վարչապետը Կապանում մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նա շնորհավորել է կապանցիներին էկոպարեկային ծառայության նորամուտի առթիվ եւ նշել. Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն
փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։ Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարևոր է նաեւ պատասխանատվության զգացումը։ Եվ ես ուզում եմ համոզվել, որ էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, ունենալով նոր աշխատանքային գործիք, ունենալով նոր ավտոմեքենա, իր հետ պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի անտառը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս ծառայությունը նրա մասին չի, որ մենք ուրիշներին չթողենք, որ անտառը կտրի, որպեսզի մենք ավելի հաջողված կտրենք։ Այս ծառայությունը նրա մասին է, որ ծառի, անտառի, բնության, կենդանու, շրջակա միջավայրի նկատմամբ պետքա փոխվի մեր վերաբերմունքը եւ պետքա փոխվի մեր պատասխանատվությունը։ Եվ ուրիշ տարբերակ չկա։ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառի պահպանության 24-ժամյա ծառայություն։ Ամփոփելով իր խոսքը Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ծառայության աշխատակիցներին այդ կարևոր գործում։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցված են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Ռադիոկապն է Պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերվել մասնավորապես 22 ամենագնաց մեքենաներ 331 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 666 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եվրախորհրդի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Նա Բաքվից հնչող հայտարարությունները կեղծ է համարել, իսկ Ալիևին բռնապետ անվանել, ինչից հետո Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Թեոդորոս Ռուսոպուլոսը եւ ԵԽԽՎ 7 անդամներ ներառված են Ադրբեջանի սև ցուցակում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Պատճառը ԵԽԽՎ ղեկավարի հայտարարություններն են, որտեղ նա Ալիևին բռնապետ է անվանել։ Եվրախորհրդի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հաստատում են վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությանը լիազորություններից զրկելու արդարացիությունը։ Երկու օր առաջ Ալիևը ամենացինիկ ձևով ասաց, որ թքած ունի Եվրախորհրդի վրա եւ որ կարծում է, որ մենք նրա կարիքը ավելի շատ ունենք, քան ինքը մեր, որ աշխարհը փոխվել է։ Նա կեղծ լուրեր տարածեց, հայտարարելով, որ Եվրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով։ Ռուսոպուլոսը նշել է, որ Ադրբեջանի բռնապետի հայտարարությունները բացարձակ կեղծիք են, քանի որ ԵԽԽՎ-ն Բաքվից խնդրել էր թույլտվություն, որ ԵԽԽՎ զեկուցողները մեկնեն Լաչինի միջանց Լեռնային Ղարաբաղ, սակայն բազմիցս մերժվել են։ Ըստ նրա, օրենքի գերակայությունը մարդու իրավունքները հարգելուց 2 տարի հրաժարվել է, Եվրոխորհրդի պահանջները չհարգելը խորհրդին արդարացիորեն իրավունք են տալիս չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ ԵԽԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը զրպարտում եւ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Եվրոպայի խորհրդի նկատմամբ։ Նա նաև մեղադրել է Իլհամ Ալիևին ադրբեջանական իշխանության ընդդիմախոսներին բանտարկելու, մարդու իրավունքները խախտելու եւ միջազգային կառույցների հետ չգործակցելու համար։ Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպայի խորհրդին։ Եվրոպայի խորհուրդը չի վախենում այդպիսի հայտարարություններից, քանի որ այն իր վեհաժողովում ընդունել եւ ընդունում է որոշումներ, որոնք համապատասխանում են իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական ընթացակարգերին։ Հունվարյան նստաշրջանից հետո ես դիմեցի նախարարներին, նախարարների կոմիտեին, ասելով, որ այստեղ ընդունելի է ընտրովի մոտեցումը, քանի որ վաղը եւ դա հենց այն է, ինչ ես ասել եմ դեսպաններին, կարող ենք ունենալ որոշ պետություններ, որոնք կհրաժարվեն մարդու իրավունքների դատարանից։
3 ամիս էլ չէր անցել, որ Ալիևը հաստատեց իմ մտավախությունները։ Վեհաժողովի դիրքորոշումը շատ հստակ է, մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մեկը չի կարող ասել. ես չեմ հարգում կանոնները, ես կհրաժարվեմ այդ մարմնից, այդ ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն մեկնաբանելով ԵԽԽՎ ղեկավարի հայտարարությունները նշել է, որ Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի առաջադրած մեղադրանքները։ Մեր երկրի առաջնորդին բռնապետ անվանելը ու նրան վիրավորելը բացարձակ անընդունելի է։ Դա քաղաքական տգիտության եւ բթամտության դրսեւորում է։ Ներկայիս հիստերիկ իրավիճակը վեհաժողովում բռնապետ Ռուսոպոլուսիի գլխավորությամբ ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ում տիրում է ողբալի իրավիճակ։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ Եվրոպական խորհրդարանում։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա անհեթեթություն է Ադրբեջանից պահանջել կատարել դատարանի որոշումները, հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի մասնակցել այդ դատավորների ընտրությանը։ Նրա խոսքով Թեոդորոս Ռուսոպուլոսը եւ ԵԽԽՎ 76 անդամները, որոնք պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը, ներառված են Ադրբեջանի սև ցուցակում։ Ըստ Հաջիզադե, եթե Ռուսոպուլոսը մտնի Ադրբեջան, ապա նրան անմիջապես դուրս կշպրտեն այդ երկրից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ամերիկյան 36 կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ ապրիլի 11-ին պետքարտուղար Ռուբիոյին կոչ են արել գլոբալ մագնիտսկու ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Հայդատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկուսակցական նամակը որպես պատասխանատվության և արդարության վերականգնման ուղղված կարևոր քայլ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ բյուրոյի Հայդատի կենտրոնական գրասենյակը։ Թողարկման այս հատվածում մեր շաբաթվա կարևոր և ուշագրավ տնտեսական զարգացումների մասին զրուցել եմ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։ Բարի եկօ, պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Սարգսյան, միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր և ուշագրավ իրադարձությունները, սակայն ոչ արտաքին քաղաքականության մասով, այլ տնտեսության մասով։ Եվ այսպես ապրիլի 2-ին Միացյալ Նահանգների թիվ 1 գերտերության ղեկավար Դոնալդ Թրամփը կարծես կրկին ինչ-որ որոշում ընդունեց, մի մասը ասում է դա կամայական որոշում է, մի մասը ասում է ոչ այդպես էլ պետք է լինի եւ դրա համար ենք խոսելու, նշեց, որ պետք է մաքսատուրքեր սահմանվեն բոլոր աշխարհի երկրների համար, նույնիսկ 10-ից մինչև 70% տուրքով։ Մեծ բաժին հասավ 10%-ը։ Նախ ինչ է սա, արդյոք ճիշտ էր Միացյալ Նահանգների թիվ 1 գերտերության կողմից տնտեսության մեջ քաոս ստեղծելը եւ մեր մասով ինչ սպասել։ Ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, ընդհանուր առմամբ այս Դոնալդ Թրամփի ընդունված այս որոշումը նաև իր նախընտրական խոստումի մեջ ինքը նշել էր, որ պարզապես պետք է նպաստել նրան, որպեսզի ամերիկյան ընկերությունները Ամերիկայում իրականացնեն իրենց գործունեություն, չտեղափոխվեն արտերկիր եւ նաև ներքին շուկան պետք է պաշտպանել այլ երկրներից ներմուծվող ավելի էժան ապրանքներից, այդ թվում հիմնական չինական ապրանքներն ավելի շատ, որոնք աշխարհում հայտնի են իրենց էժանությամբ եւ մեծ, այսպես ասած, մասշտաբներով։ Սա կարծում եմ ամերիկյան տնտեսության համար իր տեսանկյունից, ասենք, ընդունելի քայլ է, սակայն ամբողջ աշխարհի մակարդակով բնականաբար, ինչպես նշեցիք, այո, սա քաոսային իրավիճակ է ստեղծում, քանի որ մինչ այդ գոյություն ունեցող այդ մաքսատուրքերի համակարգը եւ միջազգային այդ համաձայնագիրը ոնց որ չեղել է համարվում դրանով Ամերիկայի կողմից միակողմանի կերպով։ Իհարկե միակողմանի սա չի լինում, նաև Եվրոմիությունը սրան արձագանքեց, նաև Չինաստանը արձագանքեց, ի պատասխան ինքը բարձրացնելով ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, Եվրոմիությունը բնականաբար կհետևի այս օրինակին, քանի որ նաև Եվրոմիության հանդեպ են բարձր մաքսատուրքեր կիրառվել։ Սա ամերիկյան ներքին շուկան պաշտպանելու միջոց է, չմոռանանք, որ ամերիկյան տնտեսությունը հիմա բախվում է բավական մեծ հիմնախնդիրների, այդ թվում մեծ պարտքը առելի չափով, որը գերազանցում է արդեն ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, շուրջ 125% է կազմում ՀՆԱ-ի, եւ բնականաբար այդ պարտքը մարելու համար պետք են ռեսուրսներ, հարկային ռեսուրսներ պետք են բնականաբար տնտեսական սուբյեկտներից գանձել, եւ եթե ամերիկյան հիմնական ընկերությունները իրենց գործունեություն ծավալում են արտերկրում, իրենք այնտեղ էլ հարկ են վճարում, այսինքն ինքը փորձում է այս քայլերով Ամերիկա վերադարձնել այն արտադրությունները, որոնք ժամանակին լքել են Ամերիկան։
Մեր մասով, Հայաստանի մասով ինչ ռիսկեր կան, հա, ինչ սպասել, արդյոք մենք ունենք այդ անվտանգության բարձիկները, որ նման գերտերության կողմից թեկուզ նշված է 10%, բայց ամեն դեպքում դա նույնպես թիվ է։ Հայաստանի մասով ինչ մեկնաբանություններ կարող եք տալ։ Տեսեք, Հայաստանի մասով բնականաբար մենք պետք է նախ հասկանանք, թե ամերիկյան շուկան Հայաստանի արտանման համար ինչ մասնաբաժին է զբաղեցնում, դա այդքան մեծ մասնաբաժին չի զբաղեցնում, այսինքն առաջնային տեղ չունի, ըստ տարիների իհարկե տատանվում է, սակայն մոտավորապես 3-4 մինչև 5% ոչ ավել։ Հիմնականում Ամերիկա արտահանվում է Հայաստանից սննդամթերք, նաև որոշակի հումքային ապրանքներ, ադամանդ է արտահանվում։ Այս պարագայում կարծում եմ այդ 10% բարձրացումը էական որևէ բան չի փոխի, ասենք տնտեսության հետ կապված Հայաստանի, որովհետև այդ ապրանքների շուկան հիմնականում եթե վերցնենք, հիմնական գնորդները հայերն են, այսինքն նույն մեր հայրենական արտադրանքն է, այսինքն խմիչք չէ, սննդամթերք, տարբեր հյութեր, պահածոներ, որոնք ասենք նաև այդ 10% բարձր գնով կարծում եմ կգնվի եւ նաև ասենք դա ոնց որ Հայաստանի արտահանման մեջ մեծ տեսակարակշիռ չի կազմում, այսինքն ընդհանուր տնտեսության վրա էական ոնց որ բացասական ազդեցություն չի գործում, իհարկե կոնկրետ այդ արտանողների համար որոշակի խնդիրներ կառաջանան, սակայն այստեղ պետք է հասկանալ նաև թե այդ ոլորտը ում հետ է մրցակցում, այսինքն այդ այն նեղ այսպես կոչված խութը շուկայական, որը այդ հայկական ապրանքները զբաղեցնում է, այդտեղ հիմնականում սպառողները հայերն են եւ կարծում եմ այս պարագայում դա որևէ, ասենք, այտենց այդ գնի առասկականության մասով չնչին ազդեցություն կունենա։ Այսինքն կարող ենք ասել, որ մեծ առումով հայկական շուկան, հայկական սպառողը եւ առհասարակ Հայաստանի տնտեսությունը դրանից կոլապսի մեջ չի հայտնվի։ Ասենք ոնց որ մյուս երկրները, որը վերաբերում է մնացած ապրանքը կոնկրետ ադամանդի հետ կապված, ադամանդը բնականաբար այն ապրանքն է, որը ասենք գինը որքան բարձր է, ինքն ավելի ոնց որ ինքը ավելի սպառումը մեծ է, այսինքն այն թանկարժեք ապրանքների շարքին է դասվում, այսինքն ավանդական, որի ասենք գնային առասկականությունը նույնպես շատ ցածր է, այսինքն գնի բարձրացմանը, ասենք պահանջարկի կտրուկ անկում չի հետևում։ Բայց աչա որ ադամանդագործությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից է նաև։ Այո, բայց հիմնական այսինքն արտանման երկիր չի ԱՄՆ-ն համարվում, իհարկե նաև ԱՄՆ-ի արտահանվում, սակայն կա նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, այլ երկրներ, ու ուղղակի այստեղ փոքր-ինչ ասենք այդ ապրանքի գինը կթանկանա 10%-ով։ Ֆոնդային բորսաներում նույնպես քաոտիկ իրավիճակ է, կրիպտոարժույթի շուկայում նույնպես այդպիսին է իրավիճակը։ Այս մասով ինչ կարող եք մեկնաբանել, ինչ սպասել, որովհետև կան մարդիկ, որոնք հենց այդ բիզնեսում են ներգրաված եւ նրանց մասով ինչ կանխատեսումներ կարող են անել։ Ֆոնդային շուկայի տեսեք քաոտիկ վիճակը կախված է այն հանգամանքի հետ, որ այսինքն այս նման մաքսային կամ տնտեսական պատերազմներ, այսինքն խոշոր գերտերությունների միջև հանգեցնելու են նաև որոշակի զսպող քաղաքականությունների, նաև այսինքն օրինակ կոնկրետ այդ ընկերությունների նույն ասենք չինական ընկերությունների ասենք հասույթի նվազման, որովհետև իրենք այս բանը բախվում են բավական մեծ խնդիրի հետ, այսինքն մնալ ամերիկյան շուկայում բարձր մաքսատուրքը բնականաբար դա աբսուրդ է, ասենք 100%-ից ավել 125 եւ մինչեւ 140% անհեթեթություն է կարծես մաքսատուրք վճարել, ասենք սա ասենք ապրանքը 1.4 անգամ թանկանալու է եւ կամ այլ շուկաներ գրավել կամ այսինքն արտադրությունը տեղափոխել այլ երկիր, արդեն իսկ քննարկումը չի Հնդկաստանի տարբերակը, այսինքն չինական ընկերությունը տեղափոխվեն Հնդկաստան, կամ Հնդկաստանի նկատմամբ դերևս մաքսատուրքերը շատ ցածր են, սակայն ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ այն երկրները, որոնք կօգտվեն, այսինքն այս իրավիճակից կփորձեն, ասենք, որոշակի բաներ շահել, իրենք եւս կենտրոնվեն բարձր մաքսատուրքերի, այսինքն հեռանկարում կարծում եմ նման բան չի լինի։ Սա անորոշություն է իրոք ստեղծում, այսինքն կոնկրետ ընկերությունները ինչպես պետք է իրենց ապրանքները իրացնեն, ինչպես պետք է վաճառեն, այսինքն արտահանման շուկան փաստացի ամենամեծ երկրի, չէ, նու ամենամեծ չափով չէ, բայց տնտեսության առումով դինամիկ, ասենք, զարգացման փակվում է եւ այս ստադիում նաեւ այդ ընկերությունների ապագայի շուրջ անորոշությունները մեծանում են եւ հետեւաբար նրանց բաժնետոմսերը շուկայում անկում են ապրում, այդ թվում նաեւ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը, որոնք եւս ի պատասխան ենթարկվելու են, ասենք, Չինաստանի կողմից հակադարձ մաքսատուրքերի։ Բայց Չինաստանը նշեց վերջերս փաստացիորեն 2-3 օր առաջ, որ մենք չենք վախենում, մենք նույնպես կարող ենք մեր անվտանգության բարձիկները ամուրեն, իսկապես Չինաստանը կարող է դիմագրավել այս մարտահրավերին։ Տեսեք, Չինաստանի համար կան իրացման այլ շուկաներ, իհարկե ամերիկյան շուկայի, ասենք, կորուստը իրենց համար բավական մեծ հարված կլինի, սակայն կարծում եմ ընդհանուր առմամբ վերադասավորումներ կիրականացվի, իհարկե սա ժամանակի հարց է, որպեսզի կարողանան դիմակայել այս իրավիճակին, բայց կարծում եմ սա ավելի շատ ինքը ավելի շատ սենսացիա է, քան իրական տեղի կունենա, քանի որ հիմա արդեն բանակցություններ են գնում
եւ կարծում եմ որոշակի համաձայնության հնարավոր է գան այդ թվում Դոնալդ Թրամփի հայտարարությունների մակարդակով, որ ինքը Դոնալդ Թրամփը սիրում է էքսցենտրիկ շոուներ, երևի այդ մասից այո, այսինքն քանի որ նախընտրական խոստումների մեջ եղել էր, այսինքն փորձում է այս քայլերով, այսինքն չգիտեմ, առանց խորը վերլուծությունների նման կամ միգուցե ինքը սպասում էր թե հակադարձին չբանկ ունենա եւ չէր հաշվարկել որ նույն Չինաստանը, նույն նաև Եվրոմիությունը կպատասխանեն հակադարձ, ասենք, մաքսատուրքերի բարձրացման քայլերով եւ ըստ այդմ իրենք եւս կհայտնվեն շատ վատ վիճակում։ Շատ լավ, պարոն Սարգսյան, այս համատեքստում միջազգային արենայում տնտեսական առումով այս վայրի վերումներից մենք անմասն չենք եւ Հայաստանի մասով եմ ուզում հարցս ձևակերպել։ Հայկական տնտեսությունը, հայկական էկոնոմիկան ինչպիսին է այժմ, զարգացող է, զարգացած է, լողացող է, ինչպիսին է, հա, այնպիսի տեսքով ներկայացնենք, որ շարքային սպառողին, շարքային հայ քաղաքացուն հասանելի եւ հասկանալի լինի։ Այո, Հայաստան տնտեսությունը համարվում է զարգացող տնտեսություն, առհասարակ եթե այդպես դասակարգում կա, չէ, զարգացող, չէ, անցումային։ Մենք արդեն վաղուց անցումային տնտեսություն չենք, այսինքն անցումային նախկին հետ սոցիալիստական, հետ խորհրդային, ասենք, այդ կարգից անցում կատարեցին շուկայական տնտեսության, բավական երկար ժամանակ, մինչև 2010-ական թվականները համարվում ենք անցումային տնտեսությամբ երկիր, այժմ մենք արդեն զարգացող երկրների շարքին ենք դասվում։ Ընդհանուր առմամբ ցուցանիշներով Հայաստան տնտեսությունը, ասենք, հնայի աճի դինամիկայով, մեկ շնչին ընկնող հնայի աճի տեմպերով, ասենք, զբաղեցնում է բավական, ասենք, կայուն դիրքեր, այսինքն համանման, ասենք, երկրների շարքում, մասնավորապես մեկ շնչին ընկնող հնայի ծավալով, նույնիսկ, ասենք, Հարևան Հանրապետությունն գերազանցում է։ Իհարկե, սա ես չեմ ուզում որպես միակ, ասենք, այն ցուցիչը համարվի, որովհետև դա կախված է նաև բնականաբար բնակչության ազգաբնակչության թվականակից, բայց համեմատված Վրաստանի պարագայում, որոնք, ասենք, համադրելի երկրներ են, Վրաստանի պարագայում այս ցուցանիշը մեր մոտ ավելի բարձր է, իհարկե Ադրբեջանից էլ է բարձր, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի բնակչության ավելի մեծ քանակը լինելը, դրանք չեմ համադրում։ Ընդհանուր առմամբ տնտեսական աճի դինամիկան բավական բարձր է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում 2022, 23, 24 թվական, 24 թվական արդեն փոքրիչ անկում է նկատվել, այսինքն մենք մոտ ենք մեր այդ տնտեսական աճի այն պոտենցիալին, որը իրոք հնարավոր է ստեղծել առանց արտաքին ազդակների լուրջ, ասենք, ներգործության, իսկ արտաքին ազդակները դրանք ռուս-ուկրաինական պատերազմից, այո, ածանցնող այդ բոլոր գործոններն են, այդ թվում նաև ռելոկանտների մեծ ներհոսքը, որը այժմ արդեն չկա, գրեթե չկա, 10% դադարել է, այո, եւ նաեւ, ասենք, դրամական խոշոր փոխանցումները Ռուսաստանի Դաշնությունից, ինչը եւս 2024 թվականին հասել է իր ոնց որ նախկին մակարդակին նվազելով եւ կարծում եմ այս պարագայում միջին ցուցանիշը, այսինքն 5-9% համարվում է, այո, այս ընդհանուր իրավիճակի համար բավական նորմալ ցուցանիշ, հաշվի առնելով, որ ասենք օրինակ խոշոր տնտեսություններում, ԱՄՆ-ում, ասենք, ու Եվրոմիությունում առհասարակ ավելի ցածր է, ասենք 1%-ի շուրջ, ասենք, տնտեսական աճը, իսկ ԱՄՆ-ում 2-ից 2.5% այդ տեմպերն են գործել եւ կարծում եմ այս իրավիճակում բավական, ասենք, դրական ազդակներ կան այստեղ։ Եվ վերջին հարցը, պարոն Սարգսյան, բավականին հետաքրքիր հարց է ու շարքային քաղաքացուն շատ հետաքրքիր։ Այ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես կողմնորոշվի, ինչպիսի արժույթ պահի, դրամ, դոլար, ոսկի, որն է ավելի կայուն, մնայուն, երկարաժամկետ հեռանկարում, ավելի քիչ ռիսկային, նվազագույն ռիսկեր պարունակող։ Տեսեք, այս պայմաններում, այս իրավիճակի մասին, այս իրավիճակում, քանի որ ԱՄՆ դոլարի շուրջ, ասենք, անորոշությունը այս պայն մեծ է, ասենք, կախված նաև այս մաքսատուրքերի պատերազմով, քաոտիկ իրավիճակով, հնարավոր է, ասենք, դոլարի հետ կապված որոշակի տատանումներ լինեն, սակայն ինքը այնուամենայնիվ համարվում է կայուն արժույթ, աշխարհի թիվ 1 արժույթն է, այս պայն դերևս իր, ասենք, ոնց որ կարգավիճակը չի փոխվել, դոլարով, ասենք, խնայողություններ կարող է իրականացվել առանց որևէ խնդրի, քանի որ պետք է նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն դոլարի փոխարժեքը համենայնիվս 2025 թվականի այս մոտակա տեսանելի է այդ ապագայում կտրուկ փոփոխություններ չի ենթարկվի, հաշվի առնելով նաև, որ ամբողջ պետական բյուջեի բոլոր ծախսային ծրագրերը հաստատվել են այս ցուցանիշով, ինչ որ կա, ասենք, պլյուս-մինուս ենթադրենք 5%-ի չափով, ինչը կարծում եմ, ասենք, իրատեսական է եւ չի փոխվի, քանի որ նաեւ կախված է դա պետական պարտքի սպասարկման հետ, այսինքն դոլարի կտրուկ փոխարժեքի տատանում համենայնիվս մեր ֆինանսական շուկայում տեղի չունենա։
Սա նաև մեր ընդհանուր տնտեսական շահին չի համապատասխանի եւ առհասարակ դոլարի փոխարժեքի, այսինքն այս պայմաններում ԱՄՆ-ում մանավանդ այս մաքսատուրքերի հետ կապված ընդհակառակը Դոնալդ Թրամփը կփորձի ավելի շատ արժեզրկել դոլարը եւ դոլարի, ասենք, ներքին փոխարժեքը, որպեսզի այսինքն իրենց արտանող ընկերությունները կարողանան ավելի մրցունակ լինել արտաքին շուկաներում։ Այսինքն այդ պայմաններում, այսինքն վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից կվերանայվի, այսինքն դեպի նվազեցում եւ կարծում եմ այդ դոլարի փոխարժեքի, ասենք, կայունություն կնկատվի։ Նու Հայաստանի շուկայում եւս, ասենք, դա կարող արձագանք ունենալ, բայց ասենք կտրուկ տատանումներ ելի եմ կրկնում, չեմ կարծում, ասենք, մոտ 10%-ի սահմաններում, որովհետեւ քանի որ ինքը համարվում է պաուստային արժույթ բոլոր երկրների համար, ասենք, ոչ մի երկիր, ասենք, պատրաստ չի, ասենք, նման արժեզրկված արժույթ պահի, հետեւաբար, այսինքն աստիճանաբար կնվազեցվի դրա փոխարժեքը, իսկ մնացած արժույթների մասով, ասենք, փաստացի նույն դրան փաստացի հայերեն ոնց որ արտացոլանք, ասենք, հայկական դրամը այս պայն արժևորված է եւ կարծում եմ այսպես կմնա համենայնդեպս 2025 թվականին այս փոխարժեքի սահմաններում եւ կարծում եմ նաեւ դրամով խնայողություն պահելը նույնպես ձեռնտու է հաշվի առնելով որ դրամային ավանդների դիմաց տոկոսադրույքը երկու եւ ավելի անգամ գերազանցում է դոլարային ավանդների բանը, տոկոսադրույքը բանկային ավանդների, հետեւաբար կարծում եմ դրամով ավանդ ունենալ, դրամով խնայողություն անելը ավելի քիչ ռիսկային այս պայն, քանի որ դրամը նաև մենք, քանի որ ներգրաված չենք միջազգային ֆինանսական շուկաներում, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի ֆինանսական շուկան, ուստի այսինքն կտրուկ տատանումների ենթակա չի, հետեւաբար դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ մոտ ապագայում հաստատ ինձ թվում է չենք տեսնի։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ներհավեն ընդունելու համար։ Դստեմ շնորհակալ եմ։ Շարունակում ենք թողարկումը գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Արայ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 15 անշարժ գույք ավելի քան 6 միլիարդ դրամ։ Մասնավորապես 5 անշարժ գույք Երևանում, 6-ը Աֆշար գյուղում, 2-ը Ծաղկաձորում, 1-ը Սուրենավան գյուղում, իսկ վերջինս Արարատում։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառման դեպքի արդիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Անի Օհանյանը խոսել էր ամուսնալուծության մասին, նշելով, որ Անդրեն վիրավորում եւ ծեծում էր նրան ամուսնական համատեղ կյանքի ընթացքում։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին հայկական ատոմային էլեկտրակայան Փակbaşնի տիրական ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 17 անշարժ գույք, որոնցից 13-ը Երևանում, 1 տրանսպորտային միջոց, 430 միլիոն 380 հազար դրամ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, նաեւ 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորում անձի օրինական եկամուտներով։ Երևանում բացահայտվել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու եւ իրացնելու դեպքեր, մասնավորապես Իսահակյան Տերյան փողոցների խաչմերուկում թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել Երևանի փոքր կենտրոնի բնակիչ 41 եւ 49 տարեկան երկու տղամարդու։ Առաջինի անձնական խոզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի 6 տարան, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ հոգեմետ 2 դեղահապ։ Երկրորդի խոզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի 7 տարամ, մեկը կոնկրետ այլանձի անվամբ։ Դեպքի արդիվ կենտրոն եւ Նորք Մարաշվարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թմրանյութի ապօրինի իրացման մի դեպք էլ քրեական ոստիկանները բացահայտեցին ներքին Շենգավիթում ձերբակալվածի խոզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ, ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով։ Իսկ Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալված 30 եւ 37 տարեկան երկու տղամարդկանց խոզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված եւ մարիխուանայով լցված 4 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ, էլեկտրոնային կշերք, նաև ծալովի դանակ։ Բոլոր դեպքերով էլ ձերբակալված անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են։
Քրեական ոստիկանության Երևանի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանը եւ գիծ շինություններում սենք զինամթերքի ապօրինի պահում։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարել են խոզարկություն եւ հայտնաբերել 12 հրացան, հրազենի դետալներ եւ մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք։ 73-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները Իրանի երկու բնակչի հետ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու եւ Հայաստանի տարածքում դրանք ապօրինի իրացնելու արդյունքում ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով մարիխուանա տեսակի ընդհանուր 3.5 կիլոգրամ եւ մեթամֆետամին տեսակի ընդհանուր 2.9 կիլոգրամ քաշով թմրամիջոցների պարունակության փաթեթներ։ Այնուհետև ԱԽ-ն Իրանից ապօրինի տեղափոխել է դեպի Հայաստանի տարածք, պահել թաքստոցում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարել եւ աշխարհագրական տեղորոշումների հետ WhatsApp հավելվածով ուղարկել է Իրանի տարածքից գործող խմբի անդամ Ոմն ԱՀ-ին, որից հետո անմիջապես ձերբակալվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Հայտնի են դարձել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի եւ Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթացող անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ։ Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ կողմերը քննարկում են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների որոշակի թուլացումը Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դեպքում։ Նշվում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների խորհրդակցությունները միտված են նաեւ տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ բանտարկյալների փոխանակման կազմակերպմանը։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքովի հանդիպումն ավարտվել է։ Այն եղել է փակ ձևաչափով եւ տևել ավելի քան 4 ժամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հանդիպման ավարտից հետո Վլադիմիր Պուտինը կարող է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Պուտինի հետ արդեն երրորդ անգամ էր հանդիպում։ Նախքան հանդիպման մեկնարկը Պեսկովը հայտնել է, որ քննարկվելու են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ ԱՄՆ, ՌԴ
երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորումը։ Միաժամանակ Պեսկովը նախազգուշացրել է, որ Թրամփի հատուկ բանագնացի Ռուսաստանի հերթական այցը չի կարելի ճակատագրական համարել եւ որ այս հանդիպումից բեկում սպասել պետք չէ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Թի Ուիթքոֆն Օմանում է ապրիլի 12-ին Օմանում կկայանա ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ ԱՄՆ նախագահն անուղղակի քննադատել է Ռուսաստանի անգործությունն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում։ Ռուսաստանը պետք է սկսի գործել, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Հարևան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի արյունալի պատերազմը նախագահ Թրամփը որակել է անիմաստ եւ հավելել, որ այն երբեք չպետք է տեղի ունենար։ Մեծ Բրիտանիան պլանավորում է 5 տարով զորակազմ տեղակայել Ուկրաինայում ռուսական նոր ներխուժումը կանխելու համար, հաղորդել է Լոնդոնյան The Telegraph-ը պարբերականի աղբյուրների փոխանցմամբ։ Բրիտանացի զինվորականները կզբաղվեն Ուկրաինայի զինված ուժերի ուսուցմամբ եւ վերականգնմամբ։ Ըստ The Telegraph-ի Մեծ Բրիտանիան նաեւ պլանավորում է ապահովել Ուկրաինայի օդային եւ ծովային տարածքի պաշտպանությունը։ Թե որքան զորք է Լոնդոնը նախատեսում ուղարկել Ուկրաինա չի նշվում, միայն հայտնի է, որ տեղակայումից հետո դրանք փուլ առ փուլ դուրս կբերվեն 5 տարվա ընթացքում։ Ուկրաինա խաղաղապահների տեղակայման հարցը քննարկվել է ապրիլի 10-ին 30 երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ եւ թուրք ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն առաջին անգամ կանգնել է դատարանի առջև, նրան մեղադրում են քաղաքի գլխավոր դատախազին վիրավորելու եւ սպառնալու համար։ Reuters գործակալությունը նշում է, որ այդ գործով նախկին քաղաքապետին կարող է սպառնալ մինչեւ 7 տարի եւ 4 ամիս ազատազրկում։ Առաջին դատական նիստում Իմամօղլուն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքը, ասելով, որ իր դեմ ներկայացված բոլոր դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլել է 3689 մարդու կյանք, երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 5020 մարդ, ապրիլի 11-ի դրությամբ 139 մարդ համարվում է անհետ կորած։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցել 2 հզոր երկրաշարժ, համապատասխանաբար 7.7 եւ 6.4 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է նաեւ հարևան Թայլանդում, Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Այսքան այժմի համար ցտեսություն։